ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հետաքննել Գազայում մարդասիրական օգնության սպասող պաղեստինցիների սպանությունները։ Նա անընդունելի է համարել, որ պաղեստինցիները ստիպված են վտանգել իրենց կյանքը սննդի համար։ Գազայում գտնվող մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակից մեզ ասում են, որ վերջին 2 օրվա ընթացքում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան Ռաֆահում և Դեյր ալ-Բալահում գտնվող օգնության կենտրոնների մոտ։ Շաբաթ օրը Իսրայելի բանակը հերթական տեղահանման հրամանն է տվել Խան Յունիսում և Դարիլ Բալայում։ Մարտի 18-ից ավելի քան 640,000 մարդ, Գազայի ողջ բնակչության գրեթե 1/3-ը տեղահանվել է։ Կրթությունից զրկվել է առնվազն 88,000 ուսանող։ Եռամսյա արգելափակումից հետո Գազայում Միացյալ Նահանգների նախաձեռնած մարդասիրական օգնության պաշտումը պետք է վերահսկեր Իսրայելը, որ օգնությունը չհասներ Համասի անդամներին։ Բայց օգնության հերթերում սովահար պաղեստինցիներին կրակելու հրամանի պատասխանատվությունը Ցահալը չի ստանձնում։ Մոռացված, անտեսված են իրենց զգում փլատակների տակ դիեր ու վիրավորներ փնտրող Գազայի բնակիչները։ Այս անգամ իսրայելական ռումբերն ընկել են Գազայի Ջաբալիա քաղաքում։ Միայն այս տանը զոհվել է 16 մարդ։ 5 հարկանի շենքեր, հրետակոծումից մնաց 2 հարկ։ Հյուսիսի Բեյթ Լահիա փախստականների ճամբարից տեղահանված մարդիկ են սպանվել այս տանը։ Դեռ չգիտենք քանի զոհ կա։ Պաղեստինցիները լրագրողներին պատմել են, որ համոզված են հիվանդանոցների, օգնության հերթերի, նախկին դպրոցի շենքերի ռմբակոծումը Իսրայելի ձեռագիրն է։ Գազայում Ցահալի հանցագործություններին ի պատասխան հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ խմբավորման թիրախը Բեն Գուրիոն օդակայանն է եղել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Երուսաղեմի երկնքում որսացել են հրթիռը։ Քաղաքում ընդամենը մի քանի բեկոր է ընկել։ Մարիամ Ամիրջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։